Հնում ասվում էր մի սպանիր, իսկ ես ձեզ ասում եմ, ով իր եղբոր վրա հանիրավի բարկացավ, արդեն իր հոգում սպանեց նրան։ Սպանության տարբեր աստիճաններ կան։ Առակաց գրքում ասում է. սրի բերանով սպանվածները շատ են, բայց անթիվ անհամար են այն բոլոր հոգիները, որ սպանվել են լեզվի սրի բերանով։ Այսինքն մարդը կարող է խոսքով սպանել, ոչ միայն թրով, ոչ միայն զենքով, այլ նաև մի չար հայացքով, մի չար խոսքով, մի նենգ մտադրությամբ հոգին սպանել։ Եվ ավելի ծանր է, դաժան է հոգեսպանությունը, քան մարմնի սպանությունը։ Երբեմն մարդուն մարմինը սպանում են, բայց հոգին չի մեռնում, հոգին անմահ է, հավիտյան է, բայց երբեմն մարմինը ողջ է, բայց հոգին է մեռնում, որովհետև հոգու հարվածը շատ ծանր է։ Ուստի մեր Տերը մեզ զգուշացնում է, որ հոգեսպանությունը դաժան մեղք է, որ մենք զգուշ լինենք նախ եւ առաջ հոգին սպանելուց հետո նաև մարմինը սպանելուն զգուշանենք։ Մեր Տերը Աստված Ադամին ասաց, երբ որ ուտես, կմեռնես։ Ադամը կերավ ու չմեռավ, արգելված պտղից։ Իրականում հոգով մեռավ, ոչ թե մարմնով, այլ հոգով մեռավ։ Որտև երբ որ այն պահին կերավ, հոգով մեռավ ու վտարվեց դրախտից, եւ ինչպես Առաքել Սյունեցին է ասում, մի ակնթարթում տեսավ դժոխքում տանջվող բոլոր հոգիների հոգեվիճակը եւ ապրեց այդ դժոխքը մի վայրկյանում, իսկ հոգու մահը այդ դժոխքի ապրումն է։ Ուստի հոգով մեռնելուց հետո նաև մարմնով մեռավ, 930 տարի ապրեց, որից հետո մարմնով մեռավ։ Ճիշտ այդպես էլ մեր կյանքն է։ Ինչպես Պողոս Առաքելն է ասում, արդարները կյանքից անցնում են կյանք, մեղավորները մահվանից մահ։ Հոգևոր մահը առաջնորդում է նաև մարմնավոր մահվան, իսկ հոգևոր կյանքը առաջնորդում է մարմնավոր կյանքի։ Եթե մենք ապրում ենք հոգով, ապա կարժանանանք նաև մարմնով եւ հոգով ապրելու, այսինքն մեռել երեհալության կարժանանանք։ Ուստի առաջնահերթ շատ կարևոր է հոգին ապրեցնելը, որից հետո մարմինն ապրեցնել։ Երբ որ մարդը գիտակցում է, թե հոգով ապրելն ինչ է, այն ժամանակ մարմինն է ապրեցնում։ Օրինակ, առաջին պատգամն է դերևս դրախտում, երբ որ Աստված Ադամին ու Եվային ստեղծեց, ասաց. աճեցեք, բազմացեք, երկիրը լցրեք եւ տիրեցեք դրան։ Երբ Աստծո այս պատվյանը մենք խախտում ենք աճելու եւ բազմանալու, Աստված մարդուն արարիչ է ստեղծել, ինքն արարիչ է եւ ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ծնողները դրանք երկրորդ արարիչ են։ Առաջին արարիչն Աստված է, երկրորդ արարիչը ծնողներն են։ Եվ ինչպես Աստված ամեն ինչին կյանք տվեց եւ ամեն արարչության օրը եզրափակվում էր հետեւյալ բառերով, եւ Աստված տեսավ բարի է եւ եղավ երեկո եւ եղավ առավոտ, օր առաջին, օր երկրորդ։ Այսինքն Աստծո ամեն ինչ որ ստեղծվել է բարի է։ Եվ Աստծո արարչությունը ավարտվելուց հետո Աստվածային նախախնամությունն է առաջնորդում երկիրը։ Աստված արարել է, ստեղծել եւ շարունակում է պահել ու պահպանել երկիրը։ Տեսեք ծնողը ինչպիսի արարիչ պետք է լինի։ Պետք է ոչ միայն ծնունդ տա իր զավակներին, այլ նաեւ Աստծո նախախնամության օրինակով պետք է պահի, պահպանի, դաստիարակի, մեծացնի, հասցնի իր նպատակին եւ վերջնական նպատակին հասցնի։ Իսկ վերջնական նպատակը հավիտենական կյանքն է։ Ծնողը երկրորդ արարիչ է
լույս աշխարհ է բերում զավակին եւ կոչված է, պարտավորված է հասցնել երկինքի արքայություն։ Պատկերացնում եք այս ամբողջ արարչության խորհուրդը, որ ծնողը պետք է կատարի, եղծում է, խախտում է, երբ որ թույլ չի տալիս, որ Աստծուց տրված երեխան լույս աշխարհ գա, այսինքն անում է արհեստական վիժում, Աստծո արարչությունն է խախտում։ Կյանքի հեղինակն Աստված է, եւ երբ մենք խախտում ենք այս արարչության հրամանը, աճեցեք եւ բազմացեք, Աստծո հրամանի դեմ ենք գնում եւ անպայման պատասխանատու ենք այս արարչության եղծմանը։ Աստված ամեն ինչ արարեց եւ ստեղծեց, երբեք չեղծեց, անգամ երբ որ մարդը մեղք գործեց, դրախտից վտարվեց, կրկին շարունակեց նախախնամել, պահել, պահպանել։ Աստված չի ուզում մեղավորի մահը այլ դառնալը նրա չար ճանապարհից եւ փրկվելը։ Եվ եթե Աստված կյանք է շնորհել մարդուն, մենք իրավունք չունենք այդ կյանքը խնել։ Եվ հատկապես երբ որ ծնողը իր զավակի կյանքը խլում է, դառնում է որդեսպան, իսկ որդեսպանության մեղքը շատ ավելի ծանր է, քան թե մարդասպանության մեղքը։ Մի հետաքրքիր այսպիսի պատմություն կա։ Աղջիկը գալիս է մոր մոտ եւ ասում է. ես հղի եմ, բայց ուզում եմ դադարեցնել հղիությունը, ուզում եմ երեխային սպանել։ Մայրն ասում է. մի խնդրանք ունեմ քեզ, մի դադարեցրու հղիությունը, թող երեխան ծնվի, կմկրտենք, Աստծուն կհանձնենք, հետո կսպանես։ Ինչպես թե, ասում է, այո, եթե դու երեխային քո որովայնում սպանես, դադարեցնես հղիությունը, ապա երեխան կզրկվի մկրտությունից, կզրկվի երկնքի արքայությունից, կզրկվի հավիտենական կյանքից, թող ծնվի, կմկրտենք, հետո տար սպանի։ Երբ որ այս ասում է քրիստոնյա տատիկը իր թոռան մասին, քրիստոնյա մայրը իր դստերն է ասում, այն ժամանակ գիտակցում է մայրը, թե ինչ մեծ չարիք է որդեսպանություն, ասում է ոչ, չեմ սպանի, կծնվի, կմկրտենք, կդաստիարակենք, Աստծուն կհանձնենք։ Ուրեմն Աստված է կյանքի հեղինակը, Աստված է արարիչը, յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ ինքն էլ է երկրորդ արարիչ, եւ ինչպես Աստված է կյանքի ստեղծողն ու արարողը, որ չի ուզում մեղավորի մահը, այլ դրան դառնալը չար ճանապարհից, եւ շարունակվում է արարչությունը եւ աստվածային նախախնամությունը, որ պահում ու պահպանում է մարդկային ազգը, այդպես էլ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ծնող իրավունք չունի Աստծուց տրված կյանքը աղճատել, խլել։ Ուրեմն հնում ասվում էր մի սպանել, ես էլ ասում եմ մի բարկացիր, որովհետև եթե բարկանաս հոգով կսպանես, եւ եթե չարանաս նաեւ մարմնով կսպանես, թող սպանություն չլինի մեր կյանքում։ Նմանվենք արարչին, կյանք տանք մարդկանց, ամեն։